Հալելույա Տեր։ Երկնային արկա, մենք գալիս ենք քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ահա քո առաջ եմ բերում քո հարս եկեղեցին Տեր։ Հայր խնդրում եմ, որ փոխես մեզ Տեր իմ Աստված, մեր սիրտը Տեր, որ քեզ հաճելի լինի Տեր իմ Աստված։ Հեռացրու մեր սրտերից Տեր ամեն տեսակ թախից, տրտմություն, անօրենություն, նենգություն, չարություն Տեր, Հիսուս Քրիստոսի անունով։ Քո առաջ եմ բերում ամեն մեկից Տեր, ամեն մեկից Տեր։ Կյանքը իմ փոխի Տեր, փոխի մեզ Տեր իմ Աստված, որ ել ավելի մաքրվենք, ել ավելի զորանանք, ել ավելի լցվենք քո խոսքով, ել ավելի պիտանի անոթներ եղնենք քո ձեռների մեջ Տեր։ Տեր քո առաջ եմ բերում նաև Կրասնոդար քաղաքը, այստեղ բնակվող ամեն մի հայալեզու ժողովուրդ։ Տեր դու գիտես ամեն մեկին Տեր։ Ես խնդրում եմ, որ օգտագործես մեզ ամեն մեկիս Հիսուս, հասցնելու քո ավետարանը, քո բարի լուրը ամեն մի հայալեզու ընտանիք Տեր, որ ամեն ծունկ ծալվի եւ ամեն լեզու դավանի, որ դու ես Տերը եւ Աստվածը Տեր, Հիսուս Քրիստոսի անունով։ Խնդրում եմ քո հոգու հսկողությունն ու առաջնորդությունը լինի իմ շուրթերի վրա, որ ասեմ այն ինչը որ դու կկամենաս, որ ասեմ եւ ինձանից ոչինչ չասեմ Տեր։ Քո առաջ եմ բերում Տեր իմ Աստված մեր քույր ու եղբայրներին, ովքեր հենց հիմա անցնում են ծանր իրավիճակներով, ծանր դժվարություններով Տեր, առողջական խնդիրներով Տեր, ու այն մարդկանց Տեր, ովքեր որ հենց հիմա վիրահատության են Տեր, խնդրում եմ քո հոգու առաջնորդությունը Տեր։ Տեր ջան, ես խնդրում եմ թող քո ձեռքը լինի բժիշկների ձեռքի վրա Հիսուս, որ դու լինես Տեր իմ Աստված այդ վիրահատողը Տեր։ Քո երկնային միջամտությունն եմ խնդրում մեր քույր ու եղբայրների վրա, Տեր իմ Աստված, դու լինես բժիշկը, դու լինես Տեր իմ Աստված ապավենը, դու լինես մեր հույսը Տեր, միայն քեզ ենք հուսացած Հիսուս։ Շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ որ լսում ես, շնորհակալ եմ որ պատասխանում ես ու պաշտպանում ես մեզ Տեր իմ Աստված ամեն դժվարություններից։ Աղոթում եմ նաև այն չեղած բաների համար Տեր, շնորհակալ եմ, գոհանում եմ Տեր իմ Աստված, այն ամեն չեղած բաների համար Տեր ջան, որից որ դու մեզ պահել ես Հիսուս, որ իսկի մենք տեղյակ չենք, նույնիսկ չգիտենք ինչ է Տեր։ Հիսուս շնորհակալ եմ Տեր։ Ողջ փառքը, պատիվը միայն քեզ Հիսուս, հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա։ Գիտես, չգիտեի ճիշտ ասած 5-րդ երգը, որ էս ինչ են երգելու, ու ես այս նույն երգը լսելով գալիս եմ, ու ես մի քանի օր այս երգն ու լսում եմ, գիտես, հենց այնպես տեղը չի, այս երգը որ դու լսում ես, ցանկացած երկրպագություն ու փառաբանություն որ դու լսում ես ու երգում ես հետը, ուզում եմ հասկանանք մի հատ կարևոր բան, մենք բոլորս, դու դա քո կյանքի վրա հրճագում ես, ամեն, դու խնդրում ես որ Տերը քեզի փոխի, գիտես, եթե դու անում ես, արի ուրեմն այդ քո հրճագածի մեջ գոնե քո բաժինը կադարի, թույլ տուր թող Տերը քեզի փոխի։ Կարևոր բառ ասեմ, մի խանգարի որ Աստված քեզի փոխի։ Քեզ ընդամենը քո բաժին այնա որ Տիրոջը չխանգարես։ Լավ, Տիրոջը չխանգարես, թույլ տաս թող Տերը քեզի փոխի։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Կարաս կողքինիդ ողջունես ու նստես Տիրոջ քաղցր ներկայության մեջ։ Ողջունում եմ նաև մեզ համացանցով դիտողներին, Տերը ձեզի շատ օրհնի։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հզոր է մեր Աստված, ամեն, հզոր է մեր Աստված, փառք Հիսուսին։ Հալելույա, հալելույա, փառք ես Տեր ջան, շնորհակալություն փառաբանության թիմ ջան, Տերը ձեզի շատ օրհնի, կարաք նստեք Տիրոջ քաղցր ներկայության մեջ։ Ժողովուրդում են այսօր զորով բերե, ոչ մեկին զորով չեն բերե, լավա փառք ասու։ Փառք Հիսուսին, որ քեզ ոչ մեկ չի ստիպում Տիրոջ տուն գալու, ամեն։
Ուրախ ես, չէ, որ գալիս ես Աստծո տուն։ Ուրախ ես, չէ, որ ամեն կիրակի ունես հնարավորություն Տիրոջ տան մեջ, միաբանության մեջ քո աղբերներիդ հետ հավաքվելու։ Դա շատ կարևոր ու քաղցր ծառայություն է, քաղցր է, երբ որ միաբանության մեջ հավաքվում ենք եւ պատվում ենք մեր Տիրոջը։ Գիտես, բայց ես քեզ մի հատ բան եմ ուզում ասեմ, դրանով մի սահմանափակվի։ Թող քո Տիրոջ պատվելը կիրակից կիրակի չեղնի։ Չգաս կիրակի օրը, նոր մեր եղբայրներից մեկի հետ խոսում է, ասում չեմ ուզում կամ ներկա ստանամ գնամ։ Անենց չեղնի, որ դու կիրակի օրը եկել ես, ներկա ես ստացել, ստեղի հրեշտակները ներկա բացակա են անում տենան, դու Տիրոջ տան մեջ ես, թե չէ։ Դու կարաս Տիրոջ տան մեջ էլ եղնես, բայց եթե ստեղ եղնելով հանդերձ երկնքին կբաց չես, իմացի բացակա ես ստանալու։ Դրա համար կապդ երկնքի հետ հաստատ է, ամեն։ Ամենակարևորը, որ դու հոր հետ կապ ունենաս։ Չեմ ասում եկեղեցի մի արի, բայց կարևոր է, որ նպատակը այն է, որ դու եկեղեցու գալով փոխվես, թույլ տաս, որ Աստված քո հետ գործի ու դու կմնես Քրիստոսին։ Մեր միակ նպատակը է դա։ Այստեղի մեր քարոզչությունը, որ մենք այստեղից Աստծո խոսենք, խոսում կապ չունի, դա ես կլինեմ, եղբայրներից ով կլինի կամ մեր եղբայր քույր եկեղեցիների հովիվները կլինեն, որ կխոսան։ Կարը մեր նպատակը, միակ նպատակը, որ դու օր-օրի մոդենաս Քրիստոսին։ Ամեն, որ քո հույսն ու ապավենը ոչ թե եկեղեցին, այլ Քրիստոսը եղնի։ Որովհետև քեզ եկեղեցին չի փրկում, սիրելիս, քեզ Քրիստոսն է փրկում։ Ամեն, փառք Հիսուսին։ Հալելույա։ Ուզում եմ այս ամսվա մասին խոսամ, մարտ ամիսը, ճիշտն ասած, սրտիս Տերը դրել է, որ այս մարտ ամիսը մենք հռչակենք ընտանիքի ամիս։ Ընտանիքի ամիս, ու գիտես, նախանցած ծառայությանը, որ ծառայում էի, Տերը խոսք էր տվել, ու խոսում էի կողակցի մասին, ու ես հասկանում եմ մի հատ կարևոր բան, որ շատ կարևոր է, որ մենք մեր ընտանիքների վրա շեշտադրում դնենք ու հասկանանք դրա կարևորությունը, որովհետև սիրելիս ուզում եմ մի հատ բան հասկանանք ես ու դու։ Այնքան կարևոր է ընտանիքը, այնքան կարևոր միաբանությունը ընտանիքը, որ երկրի վրա երբևիցե ստեղծված առաջին միաբանությունն է։ Առաջին միաբանությունն է երկրի վրա, որ Աստված միաբանեց։ Ամեն, դրա համար շատ կարևոր է, որ մենք մեր ընտանիքների վրա շեշտադրում դնենք։ Գիտես, եթե քեզ հարցնեմ պատվիրանները, ում ուզում ես դուրս արի փողոցում հարցրու, հասես 10 պատվիրանները, ասա, գիտես որից են սկսում։ Մի գողացիր, մի շնացիր, սուտ մի խոսա։ Դենցա թե չէ, հենց պատվիրանները հարցնեն ինձ, մինչև Քրիստոսին գալը, մինչև կյանքս Քրիստոսին տալը ինձ եթե պատվիրանները հարցնեն իմ համար մեկ առաջի պատվիրանը, որ ես մտածում եմ, դա մի սպանիրն էր, մի սպանիր, երկրորդը մի գողացիր, սուտ մի խոսա, ում շնություն մի արա, այդ 4-ը գիտեի։ Իմ համար այդ ամենակարևոր պատվիրաններն էին, որ ես երբևիցե մտածում էի, բայց երբ որ եկա Քրիստոսին, սկսեցի կարդալ Աստծո խոսք, ու գիտես ժամանակ հետո Աստված սկսեց իմ մեջ գործելը, ու գիտես նույնիսկ եկեղեցում եղնելով, անկեղծ եմ ասում, նույնիսկ եկեղեցում եղնելով, ես միշտ մտածում էի, որ չգողանալը, սուտ չխոսալը եւ մարդ չսպանելը դրանք ամենակարևոր պատվիրաններից մեկն են։ Բայց գիտես, ուզում եմ ես ու դու իրար հետ մի հատ պատվիրանները նայենք։ Տեսեք, իրար հետ պատվիրաններն ենք նայում։ Առաջի պատվիրանը. ես եմ քո Տեր Աստված եւ ուրիշ աստվածներ չունենաս դու։ Ամեն։ Քո համար կուրկեր մի սարքի։ Քո համար կուրկեր մի սարքի։ Քո Տեր Աստծո անունը դադարք տեղը մի տուր։ Սա երրորդն էր, չորրորդ պատվիրան ասում է 6 օր աշխատի, 7-րդ օրը հանգստացի։ Գիտես, սա նայում եմ, մի հատ եթե առանձնացնենք պատվիրանները, այս 4 պատվիրանը ուղիղ կապ ունի Աստծո հետ։ Դենցա թե չէ։ Երբ որ դու կարդում ես, տես, այս 4 պատվիրանը խոսում է քո հոգևոր ընթացքի, կարևոր ընթացքի մասին, որը շատ ուղիղ կապ ունի Աստծո հետ։ Ուղիղ կապ ունի Աստծո հետ։ Հիմա գալիս է 5-րդ պատվիրանը։ 5-րդ պատվիրանը տեսեք ինչ ասում. պատվիր քո հորը եւ մորը, որպեսզի երկարացնես քո կյանքը, բարի օրեր ունես երկրի վրա։ 6-րդը՝ մի սպանիր, 7-րդը՝ մի շնացիր, 8-րդը՝ մի գողացիր, 9-րդը՝ մի ստիր,
10-րդը մի նախանձիր կամ ուրիշի ունեցվածքին մի կամենա։ Երբ որ կարդում եմ, հասկանում եմ մի հատ կարևոր բան, այստեղ կա մի կարևոր պատվիրան, շատ կարևոր պատվիրան, որ Պողոս առաքյալը, գիտեք ինչ ասում է այդ պատվիրանի համար։ Եկեք միասին բացենք Եփեսացիս 6-րդ գլուխ առաջի խոսքից կարդանք։ Եփեսացիս 6-րդ գլուխ առաջի խոսքից։ Որդիկ, հնազանդ եղեք ձեր ծնողներին Տիրովը, որ այն է արժան։ Պատվիր քո հորը եւ քո մորը, սա է առաջին պատվիրանքը խոստմունքով։ Ուշադիր ես, ինչ ասում։ Ասում է սա առաջին պատվիրանքն է խոստմունքով։ Սա առաջին պատվիրանքն է խոստմունքով։ Ինչ է նշանակում խոստմունքով։ Որ քեզ լավ լինի եւ երկրի վրա երկար ապրես։ Եվ հայրեր, մի բարկացրեք ձեր որդկանցը, այլ մեծացրեք նրանց խրատով եւ Տիրոջ ուսմունքովը։ Փառք Հիսուսին։ Գիտես, Փառք Հիսուսին։ Գիտես մի կարևոր բան, որ ես այստեղ կուզեմ ես ու դու կանգ առնենք ու սկսենք սրա վրա մտածել։ Ինչ է նշանակում սա է առաջին պատվիրանքը։ Ինչով? Խոստմունքով։ Ինչ է նշանակում խոստմունքով։ Խոստմունքը հենց շարունակ որ դու կարդում ես պատվիրանները գրած են հիմնականում, տեսեք, որ գրվել է պատվիրանները, գրվել է Ելից գրքում, Ելից 20-ի 12-ում, տեսեք ինչ ասում Աստծո խոսքը, պատվիր քո հորը եւ քո մորը, որ քո օրերը երկայնանա այն երկրի վրա, որ քո Եհովա Աստված կտա քեզ։ Սա խոստմունքն է, ինչի համար պատվեմ իմ հորն ու մորը, որ քո օրերը երկայնանա այն հողի վրա, այն տարածքի վրա, այն ամեն տեղ, որտեղ որ Տերը քեզի դրել է, որ դու ապրես։ Նպատակը է դա, որ երկար օրնված կյանք ունենաս։ Սա խոստմունքն է, բայց չգիտես ինչի մեր համար մենք մտածում ենք, որ կարևոր պատվիրանները դրանք սուտ չխոսանք։ Ես ընդհանրապես սուտ չեմ խոսում, Հովիվ ջան, ես ստից զզվում եմ, տանել չեմ կարա սուտը։ Կյանքում ես մի հատ, դաժե երեխա ժամանակ, դաժե հարևանի Ոստանից, բաղջից մի հատ ցոգոլ դաժե գողցած չկամ, ես գողնալ, չէ, սպանել, ինչի մասին, ես մի ջան կամ սպանել չեմ կարա, վայ նախանց, չէ ինչ, Հովիվ ջան, ինչ նախանց, ես ուր, նախանցնուր, թող սաղին եղնի, վերջում ընց եղնի, չեղնի էլ ոչինչ, ու այս կանով սահմանափակվում ենք, բայց Աստված ինձ ու քեզանից դա չի ուզում, սիրելիս։ Ես ուզում եմ ես ու դու մի կարևոր բան հասկանանք, սիրելիս։ Հորն ու մորը ծնողին պատվել է այնքան կարևոր է, որ այս մնացած պատվիրաններից, որոնք որ մենք անգիր գիտենք, դրանից առաջ է Աստված դրե։ Ուշադիր ես, դրանից վեր է դրե, Աստված դրանից առաջ է դրե, դա շատ կարևոր է, ծնողին հարգելը, ծնողին պատվելը։ Չնայած մենք ասենք, դե մենք հայ ենք, դա մեր մեջ տված է, սելիս ցավով եմ ասում։ Իմ ծառայողական, ես այդքան երկար ծառայողական, հովական ընթացք չունեմ, բայց այս իմ կարճ տարիների ընթացքում, այս մի քանի տարիների ընթացքում ես այնքան ծնողների ու զավակների կոնֆլիկտներ եմ տեսել, այնքան անհարգալից վերաբերմունք եմ տեսել ծնողների հանդեպ, որ ինձ թվում է, որ մենք նույնիսկ մոռացել ենք, որ մենք հայ ենք։ Որ մեր հայերի մեջ էդի դրած է, չէ՞, ծնողներին հարգել, պատվել է, այդ ինչ ուզում է եղնի, մեր մեջ դրած է։ Մեր մեջ դրած է, բայց մենք մոռանում ենք, որ մենք հայ ենք։ Եթե մոռացել ես, որ հայ ես, ոչինչ։ Բայց մի հատ կարևոր բան, մի մոռացի, որ քրիստոնյա ես։ Մի մոռացի, որ Քրիստոս ունես։ Մի մոռացի, Քրիստոսը քեզ ինչ պատվիրաններ ա տվել, Տերը քեզ ինչ պատվիրան ա տվել։ Հետ գանք ծննդոց։ Ծննդոցում, երբ որ Աստված Ադամի կողից ստեղծեց Եվային, Ադամը մի հատ բան ասեց։ Ասում է, սա մարմին է իմ մարմնիցը եւ ոսկորին ոսկորիցը։ Սա կկոչվի կին, սրա համար մարդը կթողի իր հայրը, իր մայրը եւ կհարի իր կնոջը եւ ինչ կլինեն մեկ մարմին։ Մարմնավոր բանից եմ խոսում, մեկ մարմին կլինեն։ Այն ժամանակ, հիմա կասես,
Ադամի բախտը բերել Ադամը զոնկաճ չուներ։ Գիտես, բայց քեզ մի հատ բան եմ ուզում ասեմ։ Եթե այս խոսքը քո համար հիմք է, ու չի կարա քո համար հիմք չլինի, որովհետև Աստծո խոսքն է ասում, որ կինն ու ամուսինը իրանք մեկ մարմին են։ Հիմա հարց եմ տալիս, եթե դու մի մարմինն ես, կնոջը ծնողները քո համարով են, եթե դու մի մարմին ես, կամ սիրելի քույրիկ, ամուսնուդ ծնողները քո համարով են, եթե դու մի մարմին ես, եթե դու մի մարմին ես, ով են իրանք քո համար, ինչի սովորական, տարական, հարգանք չկա։ Գիտեք ինչն ենք վերցնում, մենք վերցնում ենք այն խոստումը, որ Ադամ ասեց, սրա համար հայրը մարդը կթողի իր հորն ու մորը եւ կհարի իր կնոջը, այսի վերցնում ենք, չի ասում հորդ ու մորը թող մենք առանձին ապրենք, բայց մի հատ կարևոր բան մոռանում ես, որ դու մի մարմին ես, դու պետքա պատվես ծնողիդ։ Գիտես, սիրելի քույր ու եղբայրներ, ցավով եմ ասում, մեկ մենք այնքան ենք մեզի տեղ դնում, այնքան ենք մեզի կարևորում, այնքան ենք մեզի տեղ դնում, որ մեր մեծերին էլ մեծի տեղ չենք դնում։ Մենք այնքան ենք մեզի տեղ դնում, այնքան ենք մենք մեզի կարևորում, մեր անձնական ընտանիքը կարևորում, որ մի հատ կարևոր պատվիրան, որ Աստված ինձ ու քեզ տվել է, մենք մոռանում ենք դրա մասին։ Խի, ինչի համար։ Ու երբ որ կանգնես Տիրոջ առաջ, պետք է ասես, ես Աստված ջան, քեզի սիրում եմ, քո խոսքը պահել եմ, մամա, եթե չունեմ ոչինչ։ Աստծո խոսքը գիտես ինչ է ասում, եթե պատվիրաններից մեկը զանց արեցիք, բոլորին եք պարտական։ Կապ չունի, որ 9 ընտիր պահել ես, բայց եթե այս մեկում թերացել ես, այս մեկում այս շատ կարևոր պատվիրանում, հորն ու մորը պատվելու պատվիրանում, եթե թերացել ես, բոլորին ես պարտական, բոլոր պատվիրաններին պարտական ես, ցանկացած պատվիրաններից որևիցե մեկն է խախտես, բոլորին պարտական ես։ Մի եղբոր հետ եմ խոսում, երևի չգիտեմ, կա արտահայտություններ, կա աննորմալ արտահայտություններ եւ կա հիմար արտահայտություններ։ Երևի երբևիցե լսածս արտահայտություններից հիմար արտահայտություններից մեկն էր, երբ որ մեղադրում էր իր ծնողներին ու գիտեք ինչ ասավ, ես խնդրել եմ, որ իրանք ինձ ունենան։ Ես ինչի խնդրել եմ, որ իրանք ինձ ունենան, ունեցել են, թող պահեն։ Ու գիտեք, նայում եմ ես եղբորը, եթե նայես ինձ, ես այն մարդկանցից եմ, որ այս վերջերս եմ սկսել սովորել էմոցիաներս պահեմ, բայց այդ ժամանակ, եթե դու նայիր իմ դեմքին, դու կհասկանայիր, որ ես իրան ծեծել եմ, սպանել տարեմ միտեղ արդեն թաղել եմ, այդ ինչը որ ներսս էր, այդ արտահայտության համար։ Բայց նայում եմ իրան ու փորձում եմ այս եղբորը ուշքի բերեմ, ասեմ, որ հերիք է, էլի քո ծնողներից խոսած։ Ու գիտեք, Աստված մի հետաքրքիր բան արեց իմ ներսում։ Մի հետաքրքիր բան տեղի ունեցավ իմ ներսը։ Միակ բանը, որ ասեցի ու ես հասկացա, որ ինձանից չի, ես ասեցի, ես չեմ ուզում քո հետ շփվեմ։ Ու զարմացա։ Եկեղեցու հովի վերնելով հանդերձ ես մարդուն ասում եմ, չեմ ուզում քո հետ շփվեմ։ Ու այս եղբայրը սենց թափվեց։ Ինչի համար, ասի, եթե դու քեզ կյանք տված ծնողից եկել ես իմ մոտ բողոքում ես, չես բողոքում, դու խնդիրի մասին չես ագում, դու խնդիրի մասին չես պատմում։ Կա լինում է դեպքեր, որ մարդը գալիս ասում է, այս խնդիրը ունենք տան մեջ, կարաք մեզ ինչ-որ մի բանով օգնեք կամ խորհուրդ տաք։ Մի բան է, երբ որ դու գալիս ես ներկայացնում ես խնդիրը ու սպասում ես, թե տնաս Աստված ինչ լուծում կտա այդ խնդիրին, ինձանից չես սպասում, Աստծուց ես սպասում։ Մի ուրիշ տեղ է, մի ուրիշ բան է, երբ որ դու գիտես ինչ ես անում, գալիս ես ու ծնողների վրա, երբ որ եղբայրը գալիս է ու ծնողների վրա, կամ կիսուր, կեսրարի, կամ աներ զոնկաճի վրա հավեսով ցեխ շպրդում։ Հավեսով սկսում է ցեխ շպրդելը, դա հարգանք չի։ Դա պատվիրան չի։ Վադն են դու պատվիր։ Քեզ ոչ մեկ դադավորի հանդերձ չի տվե։ Մանավանդ ծնողին դատելու։ Ոչ մեկ դադավորի հանդերձ, ուշադիր ես, ոչ մեկ քեզ իրավունք չի տվե, նույնիսկ Աստված, ամենակարող Աստված քեզ իրավունք չի տվե ծնողին դատելու։
Կապ չունի ծնողը ինչ սոցիալական դիրք ունի կամ ինչ սոցիալական վիճակի է, ոչ մեկ իրավունք չի տվել քեզի ծնողին դատելու։ Դու ինչ որ բան ստանում ես։ Մի հատ եղբայր մի խոսքով, մի եղբայր խոսում է, պատմում, ասում է, ես եկել եմ Ռուսաստան, բանվորություն եմ անում, ու խոսած, ժողովուրդ ջան, ես էլ եմ ուզում ասեմ, ես սկզբից եկել եմ Ռուսաստան արտագնա աշխատանքի բանվորություն անելու, եկել եմ աշխատեմ, որ գումար վաստակեմ, ու այս եղբայրը սկսեց իր ծնողներին մեղադրել, այ որ ժամանակին պապան ու մաման ինձ ուսումի տային, հիմա իմ համար օֆիսում ինչ-որ մի տեղ նստած կեղնեի, թուղթ ու գրիչով կաշխատեի, լավ փող կառնեի, էլ Ռուսաստան չէի գա, հայավարի ասած, էլ խոպան չէի գա, բարբարով ասեմ կներեք, լապատկա էլ չէի քշի։ Ու ես նայում եմ իրան ու իմ ծիծաղը գալիս է։ Ես լինելով մաթեմատիկայի մասնագետ, բարձրագույն ավարտ, նույն գործի մեջ եմ իր հետ։ Միակ բանը, իմ ու իր տարբերությունը գիտեք որն էր, որ ինձ որ կգային գործի մեջ կուզենային ասեին, օրինակ չափելու, հաշվարկի մեջ կփորձեին խապեին, չէին կարա։ Ու ես եղբայրը ասենց նայում եմ իրան ու ասեմ, գիտես այնքան հեշտ է ծնողին մեղադրել է, որ ծնողը քեզի ուսումի չի տվել, բայց ուզում եմ քեզի մի հատ բան ասեմ։ Ասեմ խնդիրը որն է։ Ասի չվիրավորվես։ Դո չէ, ախպեր ինչ վիրավորեմ։ Ասի այ անգրագետ, լավ սովորեիր, գնայր ինքնուրույն ընդունվեիր։ Ու մի անգամից սենց սարել է։ Սելես գիտես, ամենահեշտ բանը ինչ որ մեկին մեղադրելն է, մանավանդ ծնողներին։ Ամենահեշտ բանը ծնողներին մեղադրելն է։ Հա դե խի սենց է, դե իրան կարեցին, ես ոչի բան չարեցի։ Մեր Աստված, ամենակարող Աստված, ուզեմ քեզ մի բան ասեմ, ինքը սերունդների Աստված է։ Կարաս ասես ամեն։ Մեր Աստված սերունդների Աստված է։ Աստծո խոսքը ասում է. ես եմ Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի Աստվածը։ Գիտես, մի հատ կարևոր բան է այստեղ, որ ես ու դու հասկանանք։ Նայ, ով էր Աբրահամը, ով էր Իսահակը, ով էր Հակոբը։ Ուրեմն մենք Աբրահամի համար ասում ենք հոգևոր հայր Աբրահամ։ Իսահակը Աբրահամի որդին էր, Հակոբը Աբրահամի թոռն էր։ Ամեն։ Աստված ոնց որ քո Աստվածն է, նենց է քո երեխու Աստվածն է, նենց է քո հոր Աստվածն է։ Ամեն։ Նենց չի որ Աստված քեզի ավելի շատ է սիրում, քան քո հորը կամ քո երեխուն։ Չկա դենց բան։ Ուշադիրես, չկա դենց բան։ Միտեղ իրար հետ գնանք, Ծննդոց 46:2։ Եվ Աստված գիշերվա տեսիլքի միջոցով խոսեց Իսրայելի հետ եւ ասեց. Հակոբ, Հակոբ, եւ նա ասեց. ահա ես, եւ ասեց. ես եմ Աստվածը, քո հոր Աստվածը, մի վախենար Եգիպտոս իջնելու, որովհետև ես քեզ հետ եմ այնտեղ, մեծ ազգ եմ շինելու, եւ քեզ հետ Եգիպտոս կիջնեմ, նաեւ անպատճառ կհանեմ եւ Հովսեփը կդնի իր ձեռքերը քո աչքերի վրա։ Փառք Հիսուսին։ Եկեք մի հատ հասկանանք, խիա, էս ինչ տեղ է, էս ինչի մասին է ասում։ Եթե հիշում եք, Հակոբը հենց որ լսում է Հովսեփի մասին լուրը, որ Հովսեփը չկա, որ Հովսեփին մթում թե գազանը կերել է, գիտեք, դրանից հետո որ դու կարտակ Հակոբը ոչ միտեղ գրված չի, որ Հակոբը զո էր անում, պատարագ էր մատուցում ու Աստծուն գոհանում էր, ոչ մի բան գրած չի, ոչ մի նման բան գրած չի, բայց հենց որ իմացավ, որ Հովսեփը կենդանի է, Աստծո խոսքը ասում է, եւ Հակոբի հոգին կենդանացավ։
Հակոբի հոգին կենտանացավ։ Մի հատ բան եմ ուզում ես ու դու նայենք։ Էդ ում համար էր դարդերը։ Ում համար իր երեխու։ Իր երեխու համար էր դարդարը։ Ու գիտես, այստեղ մի բան կարևոր բան ասում։ Աստված երբ որ Հակոբի հետ խոսում ասում է, լսի, ես եմ քո Աստվածը, քո հոր Աստվածը ու քո որդի Հովսեփի Աստվածը։ Ոնց որ քո հորն եմ սիրում, նենց է քեզ եմ սիրում, նենց է քո որդուն եմ սիրում։ Եթե մտածում ես, որ ել չես տենալու, այ հենց իր ձեռները, քո որդի, իր ձեռները կդնի քո աչքերի վրա։ Ու գիտեք, որ կարտած իմ ամենասիրած տեղերից մեկն է, երբ որ Հակոբն ու Հովսեփը հանդիպում են ու Հակոբը բարձրաձայնում ասում է. ես քո երեսը տեսնելու անգամ հույս չունեի, բայց Աստված ինձ քո սերունդն է ցույց տվեց։ Աստված սերունդների Աստված է, փառք Հիսուսին։ Հալելույա։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Միհին մուլտ ունենք, թե առակ չեմ հիշում, կներեք, հայրը գալիս է տուն, տենում է իր տղեն նստած հենց փեդից գդալ է սարկում։ Փեդից աման ու գդալ է սարկում։ Հենց փորում է, սարկում ասում է, տղես, էդ ինչ ես անում։ Էս ինչ ես անում, ասում է, պապ, քո մամայի համար գդալ եմ սարկում։ Քո մամայի համար աման եմ սարկում։ Ինչի։ Ինչի համար, ասում է, որ ծերանակ դուք էլ ես աման գդալով ուտեք։ Ոնց որ հիմա պապին է, սենց անհարգել եք իրան։ Ձեռը դողում է, ամանը գցում ջարդում է, փեդից աման եք սարքե, որ չընկնի ջարդի, որովհետև հոգնել եք արդեն աման առնելուց։ Փեդի գդալ եք առել, որովհետև հոգնել եք անընդհատ, չգիտեմ, առնելուց։ Փեդից սարքես, ընկնի է չի ջարդվի, ոչինչ։ Ոնց որ դու ես վերաբերվում։ Տենց էլ քեզ են վերաբերվելու։ Աստծո խոսքը գիտեք ինչ է ասում։ Մի խաբնվեք։ Աստված երբեք չի ծաղրվիլ։ Ինչ որ ցանես, այն էլ հնձելու ես։ Անհարգալից վերաբերմունք ես ցանում ծնողներիդ հանդեպ, այդ էլ հնձելու ես։ Սելիս ինձ սա հանկարծ չմտածես, ուղղակի հելել եմ, նենց ուզում եմ ինչ որ մեկին բան սովորեցնեմ, չէ, սա առաջինը ինձ եմ ասում։ Սա առաջինը ինձ եմ ասում։ Ամեն առաջուց ինձ ա կպնում։ Որոշ ժամանակ առաջ, մի քանի տարի առաջ, նոր հովական ծառայության մեջ եմ, նոր մտել եմ հովական ծառայության ու կարևոր ծառայողական շատ լուրջ հանդիպում ունեի։ Ու այդ հանդիպման ընթացքում նստած հենց խոսում ենք, շատ կարևոր հանդիպում է։ Այդ հանդիպման ընթացքում ինձ զանգ եկավ։ Այդ հանդիպման ընթացքում ինձ զանգ եկավ։ Հեռախոսը վերցրեցի, տենամ պապան, ձեն անջատեցի, դրեցի, ասի, դե հետո կզանգեմ։ Ու սկսեցի խոսալ։ Սենց խոսում եմ, ոչ մի բան չի եղել։ Ուզեմ հասկանաս, ոչ մի բան իմ մոտ չի փոխվել։ Ուղղակի տեսել եմ պապանա զանգում, անջատե դրել եմ, ասել եմ, հետո կխոսամ, սա շատ կարևոր է։ Ուղիղ 2 րոպե հետո ինձ իմ հովը զանգեց։ Հենց հովը զանգեց, վերցեցի, տեսա, որ հովն է զանգե, հեռախոս, ասի կներեք կարևոր է, պետք է պատասխանեմ։ Հով հետ խոսացի, հեռախոսը հենց անջատեցի, դրեցի, Աստված թափ տվեց ինձ։
այսենց հերախոսը հենց ձեռիցս դրեցի, նենց մի հատ թափ տվեց ինձ Տերը։ Նենց մի հատ թափ տվեց։ Չեմ կարում շփումը, այդ հանդիպումը շարունակեմ։ Չեմ կարում խոսամ։ Բացարձակ մի բառ չեմ կարող ասեմ։ Սաղ սպասում եմ, որ ես պետքա խոսամ, կարևոր բան է, խոսացել եմ, հովը պատասխանել է, լուծում ամեն ինչ կա, ուղղակի պետքա խոսամ, պետքա ասեմ, ինչը որ եղել է, պետքա եզրափակեմ շփումը, չեմ կարող խոսամ։ Ասի կներեք։ Չեմ կարող հիմա խոսամ։ Հետո կհանդիպեմ ձեր հետ։ Դուրս եմ եկե, միակ բանը, որ կարեցել եմ անեմ, գոռալով լացել եմ։ Գոռալով լաց է։ Հայավարի ասացված կա։ Նայեք չուշանակ, չեղնի անկարծ, գնամերի արիսին եմ։ Դուրս եմ եկե տեղից, ոչ մեկի չի ուզում հանդիպել։ Անկեղծ եմ ասում, ոչ մեկի հետ։ Ոչ մեկի հետ չէ, ոչ մեկին անգամ տենալ չի ուզում։ Ոչ մեկի հետ բառ փոխանակել չի ուզում։ Ինչ ժամանակ էր պետք։ Ինչ ժամանակ էր պետք անցնելու էլի, որտեղ Աստված թափ տվեց։ Ժողովուրդ, մեկ Աստված որ թափ է տալիս։ Առանց բառ ասելու, որ թափ է տալիս։ Մինչև մազի ծայրից, մինչև եղունգների ծայրը զգում ես ու սարսափ է գալիս վրեդ։ Դուրս եմ եկե գոռալով լաց է, հետո զանգեցի պապային, չեմ կարող արդասունքներս պահեմ, պապան խառնվել էր, ինչ ա եղել, պապ ոչ մի բան, ես քեզ շատ եմ սիրում, շատ։ Մի եղբայր ունեի ընկեր, որ կարայի գնա իր մոտ նստեի ու բացեի։ Մենակ բացի եմ, որ Աստծու մոտ կարայի սիրտս բացեի, այդ եղբայրն է։ Գիտեմ, որ գնամ մոտը բացվեմ, խոսամ, լացեմ, չի ելնի, բայ իմացակ ինչ եղավ, հովիվն են օր եկել էր մեր տուն, այնքան լացեց, որ չի ասի, ճիշտ եղբայրը։ Գնացել եմ այդ եղբոր հետ հանդիպելու, նստած խոսում եմ իր հետ, մեկ է պապան նորից զանգեց։ Մեկ պապան, որ նորից զանգեց, հեռախոսը դրած էր։ Հեռախոսի վրա գրվավ պապ ջան, այս ընկերս նայեց ու գիտեք ինչ ասեց։ Երանի քեզ։ Իմ երազած զանգերից մեկն է։ Ասի կներես հեսա գալիս եմ։ Դուս եմ եկե, ու էլ ես հասկսում եմ լացել, ասում եմ, Տեր, հասկացել եմ, հերիկա, երորդին էլ չեմ դիմանա, հասկացել եմ, թվում էր, թե ինչ կա թե չհասկանալու, ժողովուրդ որոշում ունեմ կայացրած, շատ կարևոր ծառայություն եմ անում, Աստծուն եմ ծառայում, բայց մինչև բեմ հելնելը որոշում ունեմ կայացրած, որ հանկարծ իմ ծնողը զանգի, պատվելու եմ, հեռախոս չեմ անջատելու, կվերցնեմ կասեմ, պապ ջան, մամ ջան, ծառայության եմ, եթե վրաշ չի, հետո կզանգեմ, պատվեք ձեր ծնողներին, հիմա ուզում եմ հարցնեմ, երբ ես վերջի անգամ ծնողիդ հետ խոսած է, երբ ես զանգ է, հիշած է, թե մաման ոնց էր ավելով հետևիցդ լարում, հիմա ես էլ եմ ծնող, մեկ պապան, որ խոսում էր վրե, սենց արա, ասում եմ, պապ դե խո երեկ վայրեխեն չեմ արդեն, եկա տղա եմ, մտում դբրոցը նոր էի բրծե, արդեն տղամարդ եմ, բանակ բդի գնամ, արդեն կյանքից հասկանում եմ, գնացի բանակ,
Հասկացա, որ հեճը բան չէի հասկանում։ Բանագում ծառայեցի հետ եկա, մտածի արդեն ամեն ինչից հասկանում եմ։ Ոչ մի բան չէի հասկանում։ Գալիս ես ու էլի ծնողը սկսում է քեզի խրատել, էլի սկսում է խրատ տալ, էլի սկսում է քեզի սովորացնել, բայց չգիտես ինչի, հա դե արդեն պապ 20 տարեկան եմ։ Քեզի տեր եղի պալատակակի։ Սենց հակնում էին նեղված, ներվայնացած դուս էի գալի, ասում էի, դենց է չհասկացան, որ արդեն 20 տարեկան եմ, մեծացել եմ արդեն, կամ չգիտեմ, հիմա ես ծնող եմ, ձեզ թվում է ինձ հետաքրքիր է իմ երեխեն ինչ է ուզում, ինչ չի ուզում, իմ համար կարևորը ես իր համար հոգ տանեմ, իմ երեխուն որ մնա, ինքը ձմերը բոբիկ դուրս կգա, չի սիրում հակնել, տգլոր դուրս կգա, չի սիրում շոր հակնել, իր համար է դի չգիտեմ ինչ է, բայց ես ու դու պարտավոր ենք իրանց համար հոգ տանենք։ Ոնց որ ես ու դու պարտավոր ենք մեր երեխեքի համար հոգ տանենք, տենց է պարտավոր ենք մեր ծնողների համար հոգ տանենք։ Աստծո խոսքը տեսեք ինչ է ասում։ Առակաց 28:24։ Ով որ իր հորն ու մորը կողոպտե ասելով թե մեղք չէ, նա ապականիչ մարդի ընկերն է։ Ով որ իր հորն ու մորը կողոպտե ասելով թե մեղք չէ, նա ապականիչ մարդի ընկերն է։ Հիմա կասես ես իմ հորն ու մորը ընդհանրապես չեմ գողացել, բացառվում է ոչ մի բան չեմ արել։ Մի կոպեկ տնից գողացած չկամ։ Արի մի բան խոսանք, իրար հետ մտածենք, ուղղակի իրար հետ մտածենք։ Եմ որ Պապան 5 տարյա նույն սապոկներով է, բայց դու մի հատ զիմնի ունես, մի հատ էլ դիմնի ես ուզում, պարտադիր պետքա դիմնի ունենաս, պարտադիր պետքա երկու զույգ ունենաս, բայց պապան 5 տարյա նույն սապոկներով է, բայց դու ուզում ես, կողոպտում ես։ Այն որ մաման 10 տարյա նույն կուրտկով է, նույն շուբով է, 10 տարյա, բայց դու լավն ես ուզում։ Դու ամեն տարի նոր ես ուզում, որովհետև դու ինստիտուտում սովորում ես, չես կարա անցած տարի շուբն ես ակե, չես կարա այս տարի նույնը հագնես, բայց մաման 10 տարի նույն շուբով է, ժողովուրդ, կողոպտում ես, կներես, որ դենց եմ ասում, բայց դա իրականությունն է, կողոպտում ես, քեզ թվում է հորինում է, չեմ հորինում, բացարձակ, Երբ որ ես խոսքը պատրաստում էի ու ասում էի Տեր, հենց այս խոսքը, երբ որ ստացա Առակաց 28:24-ով խոսում եմ, մի եղբոր հետ էի խոսում։ Այստեղ չէ Հայաստանում։ Խոսում էինք։ Խնդիր ուներ, զանգել էր իր դժվարություններից բողոքում էր։ Ու գիտեք ինչ ասեց։ Ես պապիրոզի փող չունեմ, իրանք կոմունալ են տալիս, քիչ վառեք։ Ասի չգիտեմ Աստվածաշնչի որ խոսքով քեզի ասեմ, բայց եղբայր, երևի մի բան շփոթել ես։ Նախ առաջինը ծխել է թարգի։ Ավելի ճիշտ առաջինը ծնողիդ պատվի, երկրորդն է ծխել է թարգի։ Այսօրվա խոսքը վերնագրել եմ ծնողներ։ Ուզում եի դնեի պապ ջան, մամ ջան, մենք սովոր ենք չի ասել պապ ջան, մամ ջան, բայց մի բառով եմ ասում, ծնողներ, որ դու ոչ պապայի, ոչ մամայի մեջ տարբերություն չդնես։ Ասես հա կարամ ասեմ պապ ջան, բայց մամայի հետ չեմ կարա ասեմ մամ ջան։ Ծնողներ։ Հալելույա։ Դու ինչ որ բան ստանում ես։ Առաջին Տիմոթեոս 5:8 Առաջին Տիմոթեոս 5:8 Բայց եթե մեկը իրաններին եւ
մանավանդ ընտանիքներին համար խնամ չտանե, նա հավատքից ուրացած է եւ անհավատից էլ չար է։ Տես, կասես Հովի ջան, այսօր ես ինչ քնացրիր։ Եթե մեկը իրենների եւ մանավանդ ընտանիքի չէ, ընտանիքների համար խնամք չտանե, նա հավատքից ուրացած է եւ անհավատից էլ չար է։ Այդ որ ընտանիքների մասին է Աստված խոսում։ Ես իմ ընտանիքն ունեմ, ես կինս երեխես, բահերդ ու մերդ։ Եթե դու այդ ընտանիքներիդ համար հոգ չես տանում, սելիս, իմ ու քո համար է ասում։ Իմ ու քո մասին է գրած, իմ ու քո համար է ասում։ Հավատքից ուրացած է։ Հանկարծ չասես, ես Աստծուն պաշտում եմ։ Եթե դու քո ընտանիքների համար հոգ չես տանում, դու չես կարող Աստծուն պաշտես։ Չես կարող Աստծուն պաշտես։ Եթե դու քո ընտանիքների համար հոգ չես տանում, Աստծուն չես կարող պաշտես։ Աստծո խոսքն ասում է հավատքից ուրացած է։ Ավելին ասեմ, անհավատից էլ չար։ Այն մարդը, որ հավատքից հեռու է, բացարձակ հավատքի մեջ չկա, ու դու մտածում ես, որ ինքը ամենավատ մարդն է, եթե պատիվ չկա, հոգատարություն չկա ընտանիքների համար, այնց այդ մարդու համար տեսեք ինչ ասում, այն մարդուն, որ դու գիտես, որ ինքը ամենավատն է, ասեմ, քեզ չեմ ասում, դու լավն ես, դրանից էլ չար են հավատացյալները, ճակերտավոր, այն որ չեն գողանում, սուտ չեն ասում, մարդ չեն սպանում, շնություն չեն անում, չեն նախանձում, Աստծու անունը անիրավ տեղը չեն տալիս, ոնց որ Աստծու խոսքն ասում է, 6 օր աշխատում են, 7-րդ օրը Աստծուն են տալիս, լրիվ է դառնումով նորմալ է, կուրկեր չունեն, Աստծուն է պաշտում են, ուրիշ աստվածները չունեն, բայց հենց եկավ հասավ հորն ու մորը պատվելուն, առաջին պատվիրանը խոսնունքի, այդտեղ կաղում են, այդտեղ շատերն են կաղում, նույնիսկ մեր հայերը։ Խենք մենք մտածում, որ մեր ծնողները մեր համար պարտավոր են, պարտական են այդպես անելու։ Ինչի որտեղից ենք մենք դեպի եկալ է ժողովուրդ։ 40 տարեկան ես, արդեն ծնող ես, հələ նույնիսկ կարող է մարդիկ այս տարիքում թորներ ունեն, չգիտեմ, ավելի ճիշտ ունեն, բայց մինչև հիմա ուզում են, որ իրանց համար պետքա պարտադիր պապան ու մաման մինչև խոր ծերություն պետքա իրանց համար հոգ տանեն։ Հետո գիտես ինչ է տեղի ունենում։ Տարիներն անցնում են, ծնողները ծերանում են, ու գալիս է մի հատ անխուսափելի բան։ Բոլորիս է դա սպասվում, բոլորիս, որ ծնողները գնում են երկինք, փառք Հիսուսին, որ ծնողները գնում են երկինք, ու այդ ժամանակ, գիտես ինչ է, մի հատ նենց թաղում կազմակերպեն, նենց մի հատ թաղում, մի հատ նենց թաղման արարողություն կազմակերպեն, որ մարդիկ տենան, թե ինչ կանես դու քո մորն ու հորը սիրում, ինչ կանեիր քո ծնողին սիրում, ինչ կանեիր մամային սիրում։ Մաման, երբ որ կենտանի է, այդ ժամանակ արի սիրի, ոչ թե գնամերի արի սիրեմ, ոչ թե մաման գնացել է, մի հատ նենց թաղում կազմակերպենք, դու ծնողիդ չես սիրում, դու քեզ ես սիրում, որ հանկարծ ինչ որ մեկը չգա ասի, ամոթ քեզ, իսկի նորմալ հացել չտվին, ծնողին դա բացարձակ պետք չի, դա քո համար ես անում, դու արդեն քո համար ես անում, ծնողի համար չես անում։
պապան, մաման ծերացել են կամ տատիկներն ու պապիկները ծերացել են, գնանք տները սարքենք, որ հանգարց մարդ ես էլի, չգիտես երբ վրա կհասնի, հանգարց որ մարդիկ մտնեն տուն, չասեն, ես ինչ է այս տան վիճակը։ Ում համար ես անում, ծնողի, քո համար, որ քեզի ամոթով չդան, որ քեզի չասեն, ես ինչ է, ամոթ քեզ, դրա համար ես անում։ Եկեք քանի կան, սելիս, եկեք քանի կան պատվենք։ Նենց հանգիստ ու քաղցր Աստծո ներկայություն կա, ես որ փոխանակ աղաղակեմ, որ պատվենք մեր ծնողներին, չէ, ես հանգիստ ու Աստծո խաղաղ ներկայության մեջ մի հատ բան ասեմ, արեք պատվենք մեր ծնողներին, պատվենք մեր ծնողներին, քանի կան։ Արի ոտի կանենք։ Ուզում եմ քեզ Աստվածաշնչից մի մեջբերում անեմ ու ես ու դու իրար հետ աղոթք կանենք։ Հիսուսը խաչի վրա էր։ Իրան կյանք տված Մարիամը խաչի դեմը կանգնած։ Խաչի վրա ուշադիր ես։ Ինչի համար եմ ասում, որ ամեն մարդ, ով որ կասի, թե ես շատ կարևոր բանով զբաղված եմ, շատ կարևոր բանով, ժամանակ չկա, պատասխանեմ զանգին, կամ կապնվեմ, կամ հոգ տանեմ, շատ կարևոր բանով զբաղված եմ, աշխարհի ամենակարևոր բանով զբաղված էր Քրիստոսը, իմ ու քո փրկությունով, խաչի վրա, իմ ու քո փրկության հարցն էր լուծում։ Դրա մարդկային ամբողջ աշխարհի իրեն հավատացողների փրկության հարցն էր լուծում։ Բայց խաչի դեմը Մարիամին, երբ որ տեսավ, գիտեք ինչ արեց, հոգ տարավ։ Հովանեսին ասավ, հրես քո մայրը, Մարիամին ասավ, հրես քո տղեն։ Գիտես ինչ արավ, հոգ տարավ, պատվեց, չթողեց ուղղակի, ես իմ բաժինն անեմ, Տեր ջան, դու էլ քո բաժինն արա, Տերը իր բաժինը ցույց է տալիս ոնց պետք է անենք, հոգ տանենք մեր ծնողների համար, ամեն, փառք Հիսուսին, հալելույա, փառք Հիսուսին, հալելույա, փառք Հիսուսին, Տերը ձեզի շատ օրհնի ժողովուրդ ջան, ես խնդրեմ փառաբանության թիմը գա, շատ լավ առիթ, լավ առիթ, զանգես ծնողների հետ հաշտվես, շատ լավ առիթ, շատ լավ, կասես զանգել եմ մամայի մարդի ու շնորհավորել եմ զանգի պապային իր հետ է խոսա, Հալելույա, գիտես էլիս չի եղել երբևիցե չեմ հիշում նման դեպք, որ իմ ծնողը զանգի ինձանից փող ուզի, չի եղել դենց բան,
երկնքի երկրի առաջ եմ ասում, չի եղել որ զանգի ասի վիճակ չունենք կամ չգիտեմ, մի քիչ ինչ-որ մի բանով օգնի չէ։ Միակ բանը, որ զանգեն կարան վրեժ չայնանան, ասենք, որ հանգարց մի երգոր չեմ զանգում, որ նենց այանում, որ երգոր չեմ զանգում, պապան կարող է զանգի ասի, բալ կարող է խառնես, հո չեմ խանգարում, ասում եմ, չէ, պապ, դու խանգարողներից չես։ Ասում եմ, պրոստը այս երգորա չէր զանգում, ասել է տենա մի ինչ ա եղել։ Գիտես, ուզում եմ մի հատ բան ասեմ, երբ որ ծնողը սպասում է, որ իր հետ շփվես, սպասում է, ճիշտ է, որ իր հետ շփվես, սաղ ծնողներն է սպասում են, չէ, ով է ծնող։ Նայեք, մենք ծնողները սաղսը սպասում ենք, որ մեր երեխեքը մեր հետ շփվեն, չէ, մենք մեզի լավ ենք զգում, ճիշտ է, որ մեր հետ շփվում են, ծնողն էլ է, չէ, իրան լավ զգում։ Հիմա մի հատ հարց եմ տալի, եթե քո ծնողի հետ չես կարա շփվես, չունես այդ ժամանակը շփվելու, արդյոք Աստծո այդ ժամանակ ունես շփվելու։ Ու հիմա մի հատ մտածի, դու քո հետ անկեղծ ես, դու անկեղծ մտածում ես, որ դու Աստծո հետ շփում ես, անկեղծ են շփում ունես Աստծո հետ, երբ որ այն պատվիրանը, որ Աստված քեզի տվել է, չես անում։ Մատ մտածի, բան չեմ ասում, մտածի, չեմ դադում։ Ուզում եմ մտածենք։ Ոնց որ ծնողների հետ ենք շաբաթը մեկ շփվում, դենց էլ երևի դենց էլ Աստծո հետ, թող սխալվեմ, շատ կուզեմ սխալվեմ։ Բայց Աստծո հետ շփումը դարել է ասենց պարդադի ռեգլամենտ, առավոտ ելնեմ, կարտամ, աղոտեմ, վсё, օրնեմ, գնացի, աղոտեցի, լավ է։ Մի հատ է ծնողներիդ համար աղոտի, մի հատ է ծնողների տորնի։ Աղոտել ես, լավ է։ Մի հատ է SMS գրի, բաբջան, մամջան, ձեզի շատ եմ սիրում, կաբի մեջ կեղնենք։ Կարաս, դժվար չի, չէ, ժողովուրդ։ Արեք անկեղծ անենք, դժվար չի, չէ։ Հեչ է դժվար չի։ Փառք Հիսուսին։ Ինձ ցնցեց, որ Աստված մի օրվա մեջ ինձ հենց լավ թափ տվեց, որ ցույց տվեց ծնողի կարևորությունը, այդ զանգի, այդ վերաբերմունքի, այդ հարգանքի, այդ կարևորությունը ցույց տվեց։ Ու գիտես որը, որ ցույց տվեց մեկին, ում համար հորից կամ մորից զանգ ստանալը երազանք է։ Ավելի լավ է պատվով ապրես, պատվես ծնողներիդ, որ հենց հետո որ այդ զանգը քո համար կդառնա երազանք, չզեղչաս, որ ժամանակին չես պատվե։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Պարզի ձեռներդ ընտունի օրհնությունները եւ մեր փառաբանությունը կփառաբանի ու կգնանք։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը թող ձեր հետ եղնի ողջ շաբաթվա ընթացքում։ Գնացեք խաղաղությամբ։ Ամեն։